Ես դպրոցական երեխա էի, բայց հիշում եմ, որ քաղաքի ամեն անկյունում հնչում էր այդ երգը։ Ես համար հեռու մոլոր ճամփեքից կգամ ես, որ գոնե մեկ անգամ տեսնեմ քեզ։ Հայաստանից ընդհանրապես ինֆորմացիա չունեի, թե ինչ ա լինում։ Ինձ ուղղակի ասում էին, որ քո երգերը այնտեղ շատ են լսում։ Ես մենահամերգից հետո ասում եմ Աստված ջան, այս զգացմունքը կապրեմ գոնե մի օր եւս մեկ անգամ։ Ըստ էության դուք երգել եք, ձեր հայրը ոգևորվել է, բայց դուք շատ ավելի ուշ եք իմացել, որ ինքը եւս զբաղվել է երաժշտությամբ։ Այս բարձ զրույցները ինչու չէին կայանում ձեր միջև։ Խստության աստիճանը շատ էր։ Այնքան արտահայտվող չէր, որ այսքան տարի ես չեմ իմացել, որ ինքը ունեցել է լավ ձայն, երգել է, երաժշտությունով զբաղվել։ 18 թվականին ես մենահամերգով Հայաստանում էի։ Լուրը ստացա, որ հայրիկս վատ առողջ է։ Ինձ բոլորը ասում էին՝ չես խոսում, չես ասում, չես արտահայտվում։ Ինչ որ ուզում էի ասեի կամ չէի ասել, ասեցի երգի միջոցով։ Հայտնվել ամերիկյան իրականության մեջ, Բոստոնում վստահաբար ամերիկյան իրականության մեջ, ինչ էր նշանակում 10 տարեկան երեխայի համար։ Ամեն օր լացելով դպրոց գնալ, լացելով տուն գալ։ Դուք պատմում եք ու ինձ թվում է, որ այդ շրջանում ուղղակի հայտնվել եք ամերիկյան ֆիլմերի մեջ։ Շատ դեպքերում ծնողի խստությունը նաև լինում է ի պաշտպանություն երեխայի։ Դպրոցում օտարները շատ էին, կոնկրետ մեզ հայերիս շատ էին ճնշում։ Ծեծում, կռիվանում, դուրսի կյանքը վտանգավոր էր։ Դրա համար մենք կգնայինք դպրոց, դպրոցից տուն, ուրիշ ոչ մի բան չէինք կարող անենք։ Ծնողս չի թողել, որ ես ոտքով տուն գամ, որ այդ փորձանքներից հնարավորին չափին հեռու լինես։ Դուք հիմա Միացյալ Նահանգներում ապրում եք ձեր մայրիկի հետ։ Այո։ Տղամարդու համար որքանով է բարդ մայրիկի խնամքով զբաղվելը։ Հայրիկիցս հետո մենակա 45 տարի ինքն է խնամել ինձի։ Ես ինչքան էլ անեմ, եթե կեսը կարողանանք վերադարձնել, ուրեմն լավ է, բայց չեմ կարծում։ Դուք ձեր ընտանիքը չկազմեցիք, զավակներ չունեք։ Չէ։ Այս շատ է ձեզ ցավ պատճառում։ Ընտանիք ստեղծելը համար առաջի նպատակն է եղել իմ կյանքում, բայց հասել եմ մի հատ տարիքի, որ հասկանում եմ ես, որ զոռովից ոչ մի բան չի լինում։ Հաղորդման գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր երգիչ Հարութ Բալյանն է, ողջույն Հարութ։ Ողջույն Ամալիա ջան։ Բարի գալուստ Երևան, ինչպես եք ձեզ զգում Երևանում։ Ինչպես տանը, այտենց չի ասում, շատ ողջավորված, քանի որ վերջի անգամ 7 տարի առաջ է եկել, ահագին փոխվել է մեր հայրենիքը, այնց որ կարոտած։ Բայց իրականում տան զգացողությունը կա, հաշվի առնելով, որ դեռ 10 տարեկան եք, երբ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ ու ըստ էության ձեր գիտակից կյանքը անցել է Միացյալ Նահանգներում, իսկ դա նաև ձևավորում է իր կապվածությունը։ Հավատացեք կա, մի հատ զգացմունք կա, որ անընդհատ ինքը քեզ հիշեցնում է, որ քո ծննդավայրն է։ Միգուցե անհավատալի հնչի, բայց հավատացեք կա այդ զգացմունքը, որ քո ծննդավայրն է, դու այստեղ ես ծնվել։ Հիշում եք այն օրը կամ շրջանը, երբ առաջին անգամ եկաք Երևան, Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելուց հետո արդեն։ Դա 2006 թվականն էր, երբ որ առաջի անգամ եկա, միշտ հիշում եմ անբացատրելի մի հատ զգացմունք էր։ Ինքնաթիռի դուռը բացվեց, sense մի հատ, որ ասում են, մի հատ sense տակ, չգիտեմ, ինչ մի հատ զգացմունք եկավ վրաս, ու հենց այդ ժամանակվանից միշտ այդ զգացմունքը ժամանակ առ ժամանակ միշտ իմ մեջ ինձ հիշեցնել է տվել, որ քո հայրենիքն է, դու ստեղ ես ծնվել։ Իսկ ինչն էր, որ ձեզ 17 տարի թույլ չէր տալիս գալ Հայաստան։ Երևի ժամանակը հենց այդ ժամանակ էր, որ ես այդ վաղ պետքա գայի, մի քիչ հասուն, ավելի ինքնուրույն, երաժշտական մասնագիտությամբ ավելի միշտ, քանի որ միշտ Միացյալ Նահանգներում եմ եղել,
Հայաստանը իմ համար մի հատ sense նորություն էր։ Ձեր երգերը ձեզնից շուտ հասան Հայաստան։ Միգուցե, այո։ Դուք ձեր առաջին տեսահոլովակները նկարահանեցիք Միացյալ Նահանգներում։ Ու ինչպես էր դա տրվում։ Ես օթերի մեջ էի, որ առաջի երկ, առաջի տեսահոլովակ, հիմա որ հետ եմ նայում ասում եմ, վայ, Հելենա, Երանի այդ օրերը ավելի երիտասարդ, ավելի տարբեր։ Ինչպես սկսվեց կարիերան Միացյալ Նահանգներում աշխատել, բայց աշխատել հայ լսարանի համար, միաժամանակ Հայաստանում չլինել, սա բարդ էր, թե չէ։ Շատ բարդ էր, որովհետև Միացյալ Նահանգներում այդ ամենը պահպանելը նամանավանդ այդ ժամանակաշրջանում շատ բարդ էր։ Թե երգերը, թե տեսահոլովակները ցուցադրելը հեռուստակայաններով, ամեն ինչ շատ բարդ էր։ Եթե մի տեսահոլովակ ունեինք, այն ժամանակ դա վիդեոկասետներ էր։ Վիդեոկասետները մեքենայի մեջ դնում էինք, տանում էինք այս հեռուստատեսություն, այն հեռուստատեսություն, խնդրում ենք կդնեք, չէին դնում էին, չէին դնում, սենց, բայց այդ ճանապարհը հաղթահարելուց հետո որ հետ ես նայում, ասում ես միգուցե այդ դժվարությունները պետք էր որ այսօր ինչ որ եթե մի տեղում կանգնած ես այդ դժվարությունների շնորհիվ։ Այդ կողմից երևի մի քիչ բախտավոր եմ եղել, որ այն երգերը, սկզբնական երգերը, որ թողարկել եմ, ժողովուրդը շատ է սիրել։ Բայց ժողովուրդը պիտի տեսներ, չէ՞ որ սիրեր 2000 երևի 2-3 թվականն էր, դուք երգ ունեիք, ես դպրոցական երեխա էի, բայց հիշում եմ, որ քաղաքի ամեն անկյունում հնչում էր այդ երգը, բայց որպեսզի հասներ քաղաքի ամեն անկյունում հնչելուն, այն ժամանակ պետք էր նախ հասնել հեռուստատեսություն կամ ռադիո։ Քեզ համար հեռու մոլոր ճամփեքից կգամ ես, որ գոնե մեկ անգամ տեսնեմ քեզ, բայց թե բախտի ճամփեքը քեզ հավես տարան, չեմ տեսնի քեզ, չեմ տեսնի քեզ։ Մենք խոսում ենք 2000-ական թվականների մասին, Այո։ երբ հնարավոր չէր երգը հրապարակել օրինակ YouTube-ում եւ հեռուստաալիքները տեսնելով, որ մարդիկ սիրում են այս երգը, հրավիրեին երգչին հեռուստաալիք։ Հիմա կան տարբերակներ, երբ ենթադրենք, հա, երգը կարող է նույնիսկ հրապարակված չլինել, բայց երբեմն միտումնավոր, երբեմն ոչ միտումնավոր տարածում են որոշակի Telegram ալիքների միջոցով, այսինքն սլիվ ասվածը, հա, երգը ուղղակի դուրս է գալիս եւ տարածվում է։ Այն ժամանակ անում էիք այնպես, որ ձայներիզների վաճառքի կետերում հնչի երգը, որպեսզի մարդիկ լսեն եւ ցանկանան երկրորդ անգամ լսել։ Բնական մենք չէինք անում, ում որ երգը տալիս էինք, կազմակերպությունները, չգիտեմ, խանութներում, որտեղ որ կասետներ էին ծախում, ինչպես որ ասում են, լավ բանը միշտ լայնածավալ ձայն է ունենում, մեկը մյուսից ձայնագրություններ էին անում ու կոնկրետ մի քանի երգեր կան, որ շատ տարածվեց, դե ես էլ Միացյալ Նահանգներում էի։ Ես երևի բախտավոր մարդկանցից մեկն եմ, որ այդ ժամանակաշրջանում այդ դժվար ճանապարհը չգիտեմ ոնց, բայց անցել եմ։ Ըստ էության ձեր աստեղային ժամը երբ որ եկավ, թեպետ այս բառը չեմ սիրում, բայց ամեն դեպքում երբ յուրաքանչյուր հայտնի մարդու կյանքում գալիս է մի փուլ, երբ ամենտեղ իր երգերն են հանրության սերը կենտրոնացած է լինում հենց այդ մարդու շուրջ, բայց ըստ էության այն փուլում, երբ ձեր շուրջ կար շատ մեծ սեր, դուք Հայաստանում չէիք ու չէիք էլ հասկանում, որ օրինակ ամեն անկյունում ձեր երգերը հնչում են։ Հիմա կարող է օրինակ որևէ երգչի հետ քայլես փողոցով ու մեքենայից ինքը լսում է, որ տարբեր մեքենաներից հնչում են իր երգերը։ Ձեր դեպքում դուք դա չեք զգացել։ Երբ զգացիք, որ դուք արդեն հայտնի եք ու բավականաչափ լսարան ունեք։ Միշտ գալի ինձ ասում էին, որ գիտես, քո երգերը ինչքան են այնտեղ սիրում, բայց Հայաստանից ընդհանրապես ինֆորմացիա չունեի, թե ինչ է լինում։ Ինձ ուղղակի ասում էին, որ քո երգերը այնտեղ շատ են լսում, չափից ավել շատ։ Երբ որ եկա առաջի անգամ Հայաստան 2006 թվականին, արդեն իմ մոտ կամաց արդեն պարզ էր, մարդիկ լսում էին, մարդիկ գիտեին, ճանաչում էին, մարզամերգային համալիրի կողքով անցնում էինք։ Իմ մեջ տենց մի բան արթնացա, որ ընկերոջս ասի, պատտվեցի, ասի ես
մարզամերգային համալիրում մենահամերգ եմ տալու, ինքը սենց մի անգամից սենց է, ես ինչ ես ասում։ Բնականաբար մի քանի տարի հետո ավելի շատ աշխատելուց հետո 2010 թվականին ունեցա մեծ մենահամերգ, այդքան տարվա, այդքան ժամանակի պատասխանը ես ստացա ժողովրդի կողմից, որովհետև 1 երգ, 2, 3 կամ 4 կամ 5 երգ չէր։ Մոտավորապես 28-ից 30 հատ երգ եմ երգել, 80-90% երգերը ժողովուրդը երգում էր իմ հետ։ Մարդիկ ասում են՝ «Վայ Հարութ ջան, ես դու ես երգում, վայ Հարութ ջան, ես երգը դու ես երգում»։ Իսկն են լսել են մարդիկ։ Այդ ժամանակվանից հասկացա, որ ինչ որ մի տեղ ես հասել, որ այդ նստվածքը ժողովրդի մեջ քո երգերի միջոցով թողել ես։ Ինձ մի հատ զգացմունք էր, որ ես կյանքում չեմ մոռանա առաջի անգամ տենց մոտավորապես 10-12 հազար հանդիսատես մարզամերգային համալիրում իմ համար ես մենահամերգից հետո երբ որ եկա տուն իմ մեջ ինձ հարց է տալի, ասում եմ Աստված ջան, ես զգացմունքը կապրեմ գոնե մի օր եւս մեկ անգամ տարիները անցան նույն ձևի աշխատում ենք, նույն ձևի փորձում ենք ավելի ու ավելի լավ երգել մատուցել ժողովրդին, որովհետև ամերիկացին մի հատ խոսք ունի, ասում է foundation-ը այնտեղ կա, հիմքը կա։ Մնում է դու զարգացնես ու ավելի որակով ու ավելի լավ երգեր մատուցես ժողովրդին։ Հարութ, քանի դեռ Հայաստանում եք, կարող եք օգտվել Lightroom-ի գործընկեր Seven Stars Spy կենտրոնի ծառայություններից, ձեզ նվեր քարտ։ Seven Stars-ը Հայաստանի առաջատար սպայ կենտրոններից մեկն է, գործում է Reebok սպորտային ակումբին կից եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է, համագործակցում է եվրոպական առաջատար բրենդերի հետ, պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, այնպես որ կարող եք գնալ օգտվել ձեր նվեր քարտից ու համոզվել, որ Հայաստանում շատ բարձր մակարդակի ծառայություններ են մատուցվում։ Շնորհակալ եմ շատ, անպայման կգնամ եւ կօգտվեմ։ Enzimet Pro սարքավորումը համարվում է սարք-բժշկական կենտրոն։ Իր ցուցաբերած արդյունքներով եւ հարմարավետությամբ այն առաջատար է ամբողջ աշխարհում։ Հայաստանում Enzimet Pro սարքավորման պաշտոնական ներկայացուցիչը Seven Stars Spy կենտրոնն է։ Ուշադրություն, եթե դուք ուզում եք ազատվել կնճիռներից, ձգել ձեր մաշկը առանց ներարկումների կամ վիրահատական միջամտության, ապա Enzimet սարքավորումը Հայաստան է բերվել ձեզ համար։ Սարքի թողած ազդեցությունը նկատելի է շատ արագ, իսկ որ ավելի կարևոր է փոփոխությունը երկարատև է։ Շնորհիվ ապարատային տարբեր գլխիկների այն առաջարկում է կատարյալ թիրախավորում թե դեմքի, թե մարմնի տարբեր խնդիրների համար։ Enzimet-ի ռադիոհաճախականության ալիքները ներթափանցում են մաշկի խորը շերտեր, ձգում մաշկը, նվազեցնում կնճիռները, ակնհայտորեն բարելավում մաշկի որակը եւ առաձգականությունը։ Սարքը հնարավորություն է տալիս պայքարել հղիազոլերի եւ ստրիաների դեմ, բուժել ցելյուլիտը, ձգել թուլացած մաշկը։ Սա նաև հրաշալի միջոց է, որպեսզի պայքարեք կտրուկնի հարելուց հետո մաշկի թուլության դեմ։ Սարքն անցել է բոլոր փորձաքննությունները, ունի համապատասխան բոլոր սերտիֆիկատները, որ անվտանգ է։ Քանի որ Enzimet-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է Seven Stars Spy կենտրոնում, սրահի բոլոր մասնագետներն անցել են սարքի մանրակրկիտ վերապատրաստումը արտերկրից հրավիրված ներկայացուցիչի կողմից։ Իդեպ Seven Stars Spy կենտրոնը հանդիսանալով Enzimet Pro սարքի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում զբաղվում է նաև սարքերի պաշտոնական վաճառքով, ինչը հնարավորություն է տալիս այլ սպայ կենտրոնների եւս գնել սարքը եւ կիրառել իրենց կենտրոնում, եթե ցանկանում են կատարել անվտանգ եւ գերարդյունավետ ռադիոհաճախականության թերապիա։ Ես միշտ շեշտում եմ, որ Seven Stars Spy կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ։ Սա շատ կարևոր գործոն է, որպեսզի ձեր մաշկի առողջությունը լինի վստահելի ձեռքերում։
տարիներ անց դուք դա կրկնեցիք 2015 թե 16 թվականին ամենահամերգով եւ պատրաստվում եք կրկնել նաեւ առաջիկայում հունիսի 8-ին նորից համալիրում, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, տեսեք, ես մեխանիկորեն զուգահեռներ եմ տանում այսօրվա իրականության հետ, այսօր երբ երգչին սկսում են սիրել իր երգերը լսել, համացանցի ազդեցությամբ դու այս ճանապարհ հասկանում ես, որ մի քիչ լսում են, մի քիչ ավելի շատ են լսում, շատ են լսում, ավելի հեշտ է ձեռքը զարկերակին պահելը։ Այո։ Իսկ այն ժամանակ ուղղակի դուք մենահամերգի ժամանակ կարող եք շոկ ապրել, որ այդքան երկ մարդիկ գիտեն նոր իրականության մեջ ապրելու շրջանում, շատ մարդիկ չեն կարողանում պատվով տանել հայտնիության պսակները, որովհետև դա որքան հաճելի, նույնքան երբեմն կործանող, երբեմն էլ եթե ոչ կործանող, ապա գոնե մարդու տեսակը փոխող կամ իցույց դնող հատկանիշ է լինում։ Միանշանակ։ Ինչպես դուք բախվեցիք հայտնիության հետ։ Ես այդ ամեն ինչին նայում եմ որպես ստեղծագործում եմ ես, իմ ստեղծագործության կյանքը ինձի չի կարա փոխի, որ ես մարդկանց նայեմ վերևից, ուրիշ ձևի վերաբերվեմ, ընդհակառակը, եթե դու մի գործ ես անում, ժողովուրդը քեզ գնահատում է, չի նշանակում դու քո մեջ կարող ես քեզ առանձնացնել ժողովրդից։ Նամանավանդ, եթե քո արած գործի, չգիտեմ, իմ դեպքում 100% ժողովրդի հետ է կապված։ Ժողովրդի գնահատականը որ չլինի, քո արած երգն էլ ոչ մի բան, տեսահոլովակն էլ, քո անունն էլ, դրա համար, այո, ինչպես որ ասեցիր, այսօր իրականությունն է, որ մարդիկ մի հատ երգ են թողարկում, ու չգիտես ինչի մի օրվա մեջ փոխվում են, բայց այտենց չի կյանքը դրանով չի։ Դու պետքա հավատարիմ մնաս քո ժողովրդին, հավատարիմ մնաս քո երգին, քո արած գործին, որովհետև եթե ժողովրդի գնահատականը չեղավ, ընդհանրապես մեկ օրվա մեջ այդ ամեն ինչը կվերանա։ Դա նաև տեսակի հարց էր, թե Այո, տեսակի իհարկե։ Իսկ այն որ կյանքը այնպես դասավորվեց, որ դուք երկար տարիներ աշխատում եք, բայց պտուղները ուշ հասկացաք, որ կան, դա էլ չնպաստեց, որովհետև ի վերջո երբ մարդը շատ ավելի ճանապարհ է անցնում եւ աշխատանքային ճանապարհ է անցնում, գնահատում է ավելի շատ այնինչ ունի, քան երբ օրինակ 21 տարեկանում պարզապես մի երգով։ Դրա համար էլ այն ժամանակները, որ այդ դժվարությունները եղել է, հիմա հետ ես նայում, ասում ես միգուցե դա պետք էր այտենց որ լինի, որովհետև դու եկող ճանապարհիդ արդեն դու պատրաստ լինես, որ դու դժվարություններ ես ունենալու, այդ նույն դժվարություններից անցել ես։ Հարութ, ձեր երգերը ըստ էության սկսեցին տարածվել, երբ արդեն 22-23 տարեկան էիք։ 2001-2 թվականից, այո։ Մինչև այդ ինչով էիք զբաղվում ու դա ձեր երաժշտական գործունեության հենց սկիզբն էր, թե մինչև այդ էլ գործունեություն ծավալում եք, պարզապես այդ փուլում նոր երգերը սկսեցին տարածում գտնել։ Փոքր ժամանակվանից երգ ու երաժշտությունը իմ մեջ եղել է, շատ եմ սիրել երգել։ Մեր հարազատները, բարեկամները, հարևանները, որ մի հատ ծամոնով խափում են, երեխաներին ասում են, «Էս մի հատ ծամոն վերցրա ու սկսի երգել»։ Միշտ այդ երգը իմ մեջ միշտ եղել է։ 2000 թվականներին, երբ որ արդեն 100% գիտակցում էի, որ չէ, ես այն ճանապարհը իմ կյանքի, որ փնտրում եմ, երգ ու երաժշտության հետ է կապված, ու փորձեցի երգեր գրել, ես ինձ բարեբախտաբար երաժիշտ ընկերներ ունեի, գործիքավորումը մի խոսքով լինելու բանը եղավ ու Աստծո կամքն է, եթե դու այս աշխարհում ինչ-որ մի բան պետք է անես, եթե տրված է քեզի, ուրեմն տրված է, եթե չէ, ուրեմն չէ։ Իսկ այսօրվա իրականության մեջ թող սխալ չհնչի, բայց երգին մի քիչ բնականաբար ոչ բոլորը մի քիչ լուրջ չեն նայում։ Երգը այնպես բան է, որ մարդու կյանքի հետ ծնվում, մարդու կյանքի հետ ինքը գնում է երգը ուրախությունն է, տխրությունն է, հիշողությունն է, սերը, ծնողը, հայրենիքը եւ այդ ամեն ինչը մարդ եթե
չի կարում մարսի, չի կարում զգա, ուրեմն ինքը կարա 100 կամ 1000 երկ ունենա, ընդհանրապես այդ երգերը կարճ կյանք ունեն։ Իսկ դուք այս առումով երաժշտական ինչ բազա ունեք։ Երաժշտական կրթություն չունեմ։ Ամեն ինչը ինքնուս է։ Ես նորից գալիս եմ այն փաստին, որ Աստված կամեցել է, որ ես երգեմ, ինձ ձայն է տվել, ու այդ ձայնը ժողովրդի կողմից իմ կարծիքով ձայնը կատարում իմ կարծիքով գնահատված է։ Բայց երբ արդեն սկսեցիք գործունեություն այս ոլորտում, կարիք չունեք երաժշտական կրթության, որովհետև մասնագիտական բազան բավականին լուրջ ազդեցություն ունի։ Իհարկե, կարիք միշտ ունենք, բնականաբար փոքր ժամանակ ու հիմա շատ տարբեր է, բավականին ինֆորմացված եմ, բավականին, եթե ինչ-որ մի բան էլ չգիտեմ, սիրում եմ լսել, հասկանալ, այդ ինֆորմացիան քաղել, ինչքան գիտես, այդքան չգիտես, սովորելու միշտ այդ ճանապարհը կա, որ միշտ պետք է սովորես։ Միշտ կա այդ բացը, որ պետք է լրացնել գիտելիքները, ինչքան բան իմանաս, միևնույն է կարող ես գալ պակասը եւ այլն, սա կա, բայց ամեն դեպքում մասնագիտական որոշակի բազա ձեռք բերել կամ չբերել, բնականաբար եթե մասնագիտական որոշակի բազա կա, նոր բաներ սովորելու հմտությունները այլ աստիճանի են լինում, իսկ երբ որ դեռ մասնագիտական բազա պետք է ձեռք բերեք, նոր բաներ սովորելու աստիճանը այլ է, այսինքն հարցս այս մասին է, թե չէ ընդհանուր առմամբ միշտ սովորելու տեղ կա։ Իհարկե, որ լինի շատ լավ կլինի, բայց եթե ասեմ ինչ որ չափով խանգարում է, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Իսկ ինչ ձեզ խանգարեց, որպեսզի դուք ստանաք մասնագիտական կրթություն, մասնագիտական բազան ավելի խորացնեք։ Ապրել Միացյալ Նահանգներում, ապրել փոքր տարիքից, սկսել երաժշտական գործունեությունը 22-23 տարեկանից, դժվարություններից։ Իսկ ինչպիսին էր ձեր կյանքը մինչև երգիչ դառնալը, մինչև 22-23 տարեկանը, ինչով եք զբաղվում։ Դպրոցից հետո քոլեջ էի սովորում որպես համակարգչային դիզայներ։ Տարբեր ոլորտներ, բայց մեկը երգն ու երաժշտությունը միշտ ինձ որ դուրը թակում ասում է, չէ, դու ես ճանապարհը պետք է ընտրես, ու տենց կամաց ես ընտրեցի երգն ու երաժշտությունը։ Որպես կանոն մարդիկ ունեն երկու ճանապարհ, երբ ընտանիքը իրենց ապահովում է ամեն ինչով եւ իրենք կարող են ներդրումներ անել, որքան ուզում են, եւ երկրորդ տարբերակը, երբ պիտի աշխատեն, ստեղծեն հնարավորություններ, որպեսզի եւ իրենք ապրեն եւ կարողանան կյանք տալ այն նախագծերին, որոնք ուզում են ունենալ։ Ձեր ճանապարհը ինչպիսին էր։ Պատկերացրեք 1989 թվական Միացյալ Նահանգներ, գնում ես, լեզու չգիտես, ամեն ինչը օտարակես համար, քո ընտանիքի համար, քո հարազատի համար, այսինքն բոլորի կարգավիճակը նույնն է։ Այդ ամեն ինչը հաղթահարելու հետո գտնել քո ճանապարհը, ահա որ դժվար բան է, որովհետև ինչպես դու ասացիր, թե ֆինանսականի հետ է կախված, թե ընտանիքի հետ է կապված, բայց նորից այդ դժվարությունները ես որ ամեն օր ինձ հետ խոսում եմ, հետ եմ գնում, այդ դժվարություններն է, որ ապագա ճանապարհը մի քիչ թեթևացնում ու հարթեցնում է։ Ես ուզում եմ մենք մի փոքր ավելի կոնկրետ խոսենք ինչ դժվարությունների մասին էր խոսքը ու օրինակ դուք որ տարիքից եք սկսել աշխատել, ինչ աշխատանք եք անում, որովհետև եթե այդպիսի դժվար ճանապարհ եք անցել, դժվար մինչև 22 տարեկան չաշխատեիք։ Չէ, անպայման ես 15 տարեկանից աշխատել եմ, խանութում եմ աշխատել, որպես ինչ են ասում նրան վաճառող, չէ, ապրանքներ դասավորող։ Հետո 16-17 տարեկանից արդեն եղբայրս համակարգչային դիզայների քոլեջներ ավարտեր, քանի որ ինքը տարիքով մեծ էր, ես ու ինքը տենց միացանք իրար, սովորացրեց ինձ այդ գործը
եւ զբաղվում էինք այդ գործով մինչեւ 22-23 տարեկան, որ արդեն ավելի վարժ, ավելի տարիքս մեծացավ, ավելի հասկանում էի կյանքը ինչա, հնարավորություն տվեց այդ ամեն ինչը, որ ես փորձեմ զբաղվեմ իմ սիրած գործով, որովհետեւ սկսեցի գումար վաստակել։ Եվ այդ երգը տեսահոլովակը Միացյալ Նահանգներում նամանավանդ այդ ժամանակաշրջանում բավականին ճոխ էր։ Դուք Միացյալ Նահանգներ տեղափոխվեցիք այն ժամանակ, երբ այնտեղ հայ համայնք իհարկե կար, բայց այնքան մեծ չէր, որքան այսօր, որովհետև տարեցտարի մեծանում է այնտեղի հայկական համայնքը, իսկ 1989 թվականից մինչև հիմա անցել է 36 տարի։ Այո։ Ու առավել եւս, երբ դուք նոր տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ, տեղափոխվել եք Բոստոն, որտեղ հայեր չկան կամ շատ քիչ կան, ու կտրվել հայկական միջավայրից ու հայտնվել ամերիկյան իրականության մեջ, Բոստոնում վստահաբար ամերիկյան իրականության մեջ, ինչ էր նշանակում 10 տարեկան երեխայի համար։ Ամեն օր լացելով դպրոց գնալ, լացելով տուն գալ, որովհետև ամեն ինչն էր օտար, այսինքն մեր ընտանիքներ եւ մորաքրոջս ընտանիքը, մեր ամեն ինչը մեր համար նամանավանդ լեզուն, որ լավ, ես ուր ենք եկել։ Հետո 2 տարի հետո ընտանիքիս հետ որոշեցինք, որ տեղափոխվել Լոս Անջելես, հարազատներ, ընկերներ, այդ ադապտացվելը ավելի հեշտ եղավ։ Բայց այնտեղ շատ դժվար էր, որովհետև օտարության չափ ու սահման չկար։ Այսինքն ինչի ենք եկել այստեղ, ինչքան պետք է մնանք, մինչև երբ այս ամեն ինչը վերջանալու։ Այդ զգացմունքն էր, թե ինձ համար ինչ որ չափով բնականաբար ընտանիքիս համար էլ, բայց Լոս Անջելես երբ որ տեղափոխվեցինք, արդեն ամեն ինչ մի քիչ կամաց, այն ամենակարևոր բանը, որ հայերեն խոսացող շատ կա, դա արդեն որ մի քիչ հոգսը թեթևացնում է, որովհետև Հայաստանից գալու ընդհանրապես անգլերեն չիմանալ ու տենց օտար երկրում անբացատրելի է։ Տարին 9 ամիս, 10 ամիս ձուն, անձրև, ցուրտ, դպրոց էի գնում մութ էր, տուն էի գալի մութ էր։ Այդպես նամանավանդ ձմեռը դժվար էր, շատ դժվար էր, բայց երբ որ տեղափոխվեցինք Լոս Անջելես, մի քիչ որ հույս կա էլի, որ ինչ որ չափով թեկուզ այդ ժամանակաշրջանում էլ հայությունը շատ քիչ էի։ Ես գնում էի դպրոց, որ շատ քիչ հայեր կային, օտարներ էին, մեքսիկացիներ, ամերիկացիներ, բայց քանի որ ընկեր ունեիր կամ մի քանի ընկերներ ունեիր, որ քո նույն լեզուն էին խոսում, մի քիչ ավելի որ հանգիստ է, էլի ժամանակավոր բան է, ժամանակը կգա, այդ ամեն ինչը կանցնի։ Այդ զգացմունքն էր։ Այս տարիների ընթացքում Լոս Անջելեսում էլ շատ բան փոխվեց, համայնքը մեծացավ, բայց երբ ես եկել եմ Միացյալ Նահանգներ, մի բանի բախվեցի, որից շատ զարմացա, ես տեղում իմացա, որ բաժանվում են խմբերի, նոր եկած հայեր, հին եկած հայեր, ու այդտեղ նույնիսկ որոշակի բացասական մոտեցում կա, թեպետ չես հասկանում ինչու է դա, ու ես իհարկե սա դիտորդի կարգավիճակով եմ ասում, բայց ինձ գրեթե բոլոր ապրողները պատմում էին, որ այդ խնդրին բախվում են։ Դուք հիմա ինչպիսին եք տեսնում այնտեղի հայկական համայնքը ու արդյոք տարանջատումը, որը մի կողմից հարազատները շատացել են ձեր միջավայրում, մյուս կողմից ավելի միմյանց հանդեպ սուր վերաբերմունքն է շատացել, ինչպես է դա ձեզ վրա արագ։ Ցավալի է, որ այտենց, այո, ճիշտ ես ասում, կա այտենց բան, բայց դա մարդու տեսակ է, եթե դու այդ տեսակը չես շփվի ինձ մարդկանց հետ, որ իրանք այդ տեսակն են։ Նորից եմ կրկնում, ցավալի է, որ այտենց է, բայց այո, իհարկե կա։ Ես վերջացավ։ Մրցակցություն հասկացողությունը, չգիտես ինչի, թե ստեղ, թե Միացյալ Նահանգներում, մեր ազգի մեջ մի տեսակ շատ է։ Ես չեմ համարում, որ դա ճիշտ բան է։ Մենք մեր հայությունը պետք է պահպանենք, որ երկրում էլ որ լինենք։
Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Հարութ, ժամանակին ձեր ընտանիքին ինչը տարավ Միացյալ Նահանգներ։ Անկեղծ չգիտեմ, թե ծնողներս ինչի տենց որոշեցին։ Այդ ժամանակաշրջանում չէի էլ կարող իմանալ ինչի։ Չենք ունեցել տարբերակ։ Մեր ծնողները ինչ ասել են, տենց ա եղել։ Բնականաբար իրենց երևի վստահ եմ պատճառները ունեին, իրենց մտածելակերպով երևի ավելի նորմալ կյանք, նորմալ ապագա իրենց երեխաների համար։ Ընտանիքում կայացվել է որոշում, որը ազդել է նաև ձեր ճակատագրի վրա։ Դուք հաշտ եք ձեր ծնողների կայացրած որոշման հետ, թե եղել են շրջաններ, երբ մտածել եք, որ շատ ավելի լավ կլիներ, եթե մեկնած չլինեիք։ Առիթը չենք ունեցել հաշտ չլինելու, որովհետև երբ որ արդեն գիտակցել ենք, որ չէ, մենք ստեղ ենք ապրել, մեր կյանքը ստեղ է, բնականաբար ավելի լավ է, որ եկել ենք, որովհետև այդ ժամանակաշրջանում կյանքը ստեղ տարբեր ա եղել, այնտեղ տարբեր ա եղել, ես այդ ինձ բարդ հարց ա, որ ես չեմ կարող պատասխանել, բայց մի բան կարող եմ ասել, որ ծնողների որոշումներ բնականաբար, որ իրենց երեխաները ունենան ավելի փայլուն ապագա։ Ամերիկան ձեզ տվեց այդ փայլուն ապագան։ Փառք Աստծո, չեմ բողոքում։ Բայց Ամերիկան ձեզ տվեց այդ փայլուն ապագան, թե Հայաստանը, որովհետև ի վերջո դուք այսօր լավ կետում եք, բայց լավ կետում եք, որովհետև ձեր երգերը հասան Հայաստան ձեզնից շուտ, չէ՞։ Դե Ամերիկայի միջոցով դու պահեցիր քո հայությունը, քո երկիրը, ու այսօր երգում ես երգեր քո հայրենիքի մասին։ Այսօր երգում ես երգեր հայերեն լեզվով։ Մարդիկ կան, որ հնարավորությունը ունեն, կարևոր չի որտեղ են ապրում, Միացյալ Նահանգներում թե աշխարհի տարբեր անկյուններում, մի օրում, 10 օրում կամ 1 տարում իրենց հայրենիքը մոռանում են։ Այսինքն այդ հնարավորությունը, որ ես ունեցել եմ, օգտագործել եմ, վերածել եմ, որ ես հայ եմ, ես ունեմ իմ հայրենիքը ու ես երգելու եմ հայերեն։ Այդ հնարավորությունը համենայն դեպս փոքր տարիքում ունենայի թե չէի ունենա այստեղ, մենք չգիտենք դրա պատասխանը, բայց որտեղ որ ունեցել եմ, ես երբեք չեմ ասի, ես ամերիկացի եմ, ես հայ եմ, ես երգում եմ հայերեն, իմ հայրենիքը Հայաստանն է։ Դուք նշեցիք, որ ծնողները ինչ որոշում էին, այդպես էր։ 10 տարեկան երեխայի համար, այո։ Բայց որքան գիտեմ, ձեր ծնողները բավականին խիստ էին, հայրը մասնավորապես բավականին խիստ էր, շատ դեպքերում բավականին դժվար էր գնալ ու հայրիկին ընդդիմանալ ինչ-որ հարցերով։ Այո, հայրս խիստ էր, մենք 4 եղբայր ենք, երևի այդ խստությունը պետք էր, որ իր ուզած տեսակը լինեինք մեր կյանքում։ Բնականաբար ժամանակ առ ժամանակ այդ խստությունը բոլորիս վրա էր ազդում, բայց ժամանակն ու տարիները գալիս ընկնում են իր տեղը, որ այո, պատճառ կար այդ ամեն ինչի համար։ Խստությունը իր եւ դրական եւ բացասական կողմ ունի, բայց դրա հանդեպ միանշանակ վերաբերմունք ունենալ չես կարող, որովհետեւ իրականում շատ դեպքերում ծնողի խստությունը նաև լինում է ի պաշտպանություն երեխայի ու հատկապես տարիներ առաջ մի փոքր դաստիարակության մեթոդները ուրիշ էին։ Այո, շատ։ Ամերիկյան իրականության մեջ այդ խստությունը ձեզ որքանով է պաշտպանել ու ձեր դեռահասական տարիները ինչքանով էր բարդ ամերիկյան իրականության մեջ։ Այդ խստությունը այնքանով է իմ կյանքում դեր խաղացել, որովհետև իր խստությունը փոխանցվել է մեծ եղբայրներիս։ Մեծ եղբայրներիցս փոխանցվել է ինձ։ Ինձանից փոխանցվել է իմ փոքր եղբորս։ Այսօր բոլորս հասկանում ենք, որ մարդուն հարգելը ամենակարևոր բանն է այս կյանքում, ծնողի հարգելը ամենակարևոր բանն է այս կյանքում, հայ մնալը շատ կարևոր է այս կյանքում,
թեկուզ մի քիչ չափից ավել խստություն ա եղել, բայց բուն միտքը դա է եղել, որ պետք է հարգես քո ընտանիքին, քո կողքի մարդկանց, քո հարազատներին ու այդ հարգանքով քո ծնողի պատիվը բարձր պահես։ Ես գիտեք ինչ եմ սա հարցնում։ Տեսեք, օրինակ հիմա Միացյալ Նահանգներում դեռահաս դպրոցական ունենալը բավականին բարդ է, որովհետև օրինակ այնտեղ թմրանյութերի շրջանառությունն է շատ լայն ու տարբեր մարտահրավերներ կան, որոնք ծնողների համար շատ մտահոգիչ են։ Այն ժամանակ էլ վստահ եմ, այն ժամանակվա մարտահրավերներն են եղել ու դրա համար կուզեմ դուք խոսեք ինչ մարտահրավերներ կային դեռահասի համար, որովհետև եթե անկեղծ դուք պատմում եք ու ինձ թվում է, որ այդ շրջանում ուղղակի հայտնվել եք ամերիկյան ֆիլմերի մեջ, որովհետև մենք միշտ լսում էինք ու ֆիլմերում տեսնում էինք, թե ինչքան բարդ է դեռահասների կյանքը Միացյալ Նահանգների դպրոցներում, արդյոք դուք այդ դժվարություններին, կռիվներին, խնդիրներին բախվում եք, թե չէ։ Քանի որ օտար էինք այդ երկրում, դպրոցում օտարները շատ էին։ Կոնկրետ մեզ հայերիս շատ էին ճնշում։ Չգիտեմ, ծեծում, կռիվանում, անիմաստ տեղը ինչ որ բաներ պահանջում, մենք էլ հենց չի որ չէինք դիմադրում, բայց դե երբ որ նրանք շատ են ու դու քիչ ես, ընդհանուր այդ դուրսի կյանքը վտանգավոր էր։ Դրա համար մենք պետք է գնայինք դպրոց, դպրոցից տուն, ուրիշ ոչ մի բան չէինք կարող անենք։ Ժամը, չգիտեմ, ուշ տուն գալ չկար ընդհանրապես։ Անցնում ենք մի հատ նորից մի մասի, որ ասենք այդ խստությունը նաև դրա հետ եմ կապում, որովհետև իմ ծնողս չի թողել, որ ես ոտքով տուն գամ։ Եկել է մեքենայով վերցրել, որ այդ դուրսի փորձանքներից հնարավորին չափին հեռու լինես։ Մենք հիմա գիտակից մոտեցմամբ հասկանում ենք, որ դա եղել է ծնողի հոգատարությունը եւ որքան լավ է, որ դա եղել է։ Բայց այն ժամանակ ըմբոստություն ունեիք դրա դեմ։ Չէ։ Թեկուզ փոքր ենք եղել, երևի չենք հասկացել ինչա, բայց հիմա որ հետս նայեմ, ասում ես փաստորեն էսի սրա համար էր, էսի սրա համար էր, նրա համար էր, իսկ այսօրվա իրականության մեջ նորից նույն ավելի բարդ ժամանակաշրջան է, բայց ես իմ ծնողի գնահատականը տալիս եմ, որովհետև այսօրվա ծնողները, չգիտեմ, կարող է սխալ արտահայտվեմ, աչքաթողությունը մի քիչ շատ է իրենց երեխաների հանդեպ։ Չգիտեմ ինչի է այդպես, բայց դա իմ կարծիքն է։ Երեխաների հետ խիստ լինելը չի նշանակում, որ դու երեխաների ճնշում ես կամ ինչ-որ բաներից զրկում ես։ Իհարկե, խստությունը իր չափաբաժինը կարող է ունենալ։ Հիմա որ այսօրվա ժամանակները համեմատում ես այն ժամանակների հետ, հիմա շատ վատ է ու բարդ է։ Շատ, որովհետև այսօրվա երեխաների, երիտասարդների պահանջը շատ է, ինֆորմացիան շատ է, ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ լսում են, ամեն ինչ ուզում են։ Ես երբեք չեմ բացակայել դպրոցից։ Երբեք չեմ, որ մեր խոսքով լեզվով ասում են դպրոցից փախնենք, այդպես բան չի եղել իմ համար, որովհետև վախեցել եմ, որ մամաս, որ պապաս իմանա, այդ վախը միշտ եղել է։ Իսկ այսօր այդ վախը, եթե ինձի հարցնեք, այդ երիտասարդական կյանքը ու տարիները ես ապրել եմ, գիտեմ, այսօր այդպես վախ չկա։ Հերիք չի այդպես վախ չկա, դրա հետ մեկտեղ էլ ծնողների այն որ բաց թողումները իմ կարծիքով բնականաբար ոչ բոլորն են այդպես, բայց իմ կարծիքով չափսը մի քիչ ավելի շատ է։ Իսկ այդ վախի մեջ հայրիկի հետ ընկերություն անելու կարիք չեք զգում։ Փոքր եմ ես եղել, չեմ էլ մտածել դրա մասին, որ
կարաս հայրիկիդ հետ ընկեր լինես։ Իսկ երբ մեծացաք։ Երբ որ մեծացանք, արդեն այդ բանը կար, որ գիտես ինչ, դու շատ զգույշ պետք է լինես, շատ զգույշ պետք է խոսաս, հարցեր շատ չպետք է տաս, այսինքն դա տարիներ տենց շարունակ եկել էր։ Բնականաբար ավելի ազատ ես, ավելի խոսում ես, ավելի քննարկում ես, բայց մեկը դու զգում ես, որ նա թարս նայեց կամ ինչ-որ մի բան ասեց, դու իրավունք չունես էլ հետ պատասխանելու։ Այսինքն դա չեղավ մի անգամից, դա տարիներով այտենց եկել էր։ Բայց նույնը չեմ կարող ասել մեծ եղբորս մասին, այո, մեծ եղբայրս հայրիկիս հետ ընկեր էր, ես երևի փոքր էի դրա համար։ Իսկ իմ փոքր եղբորս հետ հայրիկս լրիվ ընկերական էր, որովհետև Դուք տուժած միջնեք երեխան եք։ Որովհետև փոքր եղբայրս սենց ոնց են ասում ժողովրդի խոսքով է, որ տամարը բռնել էր, էլի կարում էր հետը լեզու գտնել։ Ես այդքան չէ։ Միշտ լինում է, չէ՞, ընտանիքում համեմատությունները, այ մեծի հետ էսպես են, փոքրի հետ էսպես են, իմ հանդեպ էսպես են։ Միջնեկի երեխաների մասին շատ հումորներ են արվում։ Համեմատությունները ներքուստանում էիք։ Կարող է իմ մեջ, հա, բայց մեծ չէի իմ մեջ կարևորություն տալի, որովհետև հայրիկս այ եղբայրներս են, ոչ մի տարբերություն չկա։ Հայրիկի կորուստը այդ մի կողմից մեջքի կոտրվել է։ Շատ, որովհետև 18 թվականին ես մենահամերգով Հայաստանում էի եւ լուրը ստացա, որ հայրիկս վատ առողջ է։ Մի խոսքով սպասել էր ինձի, որ վերադառնայի։ Երևի մի ամիս կամ ամիս ու կես հետո հեռացավ նա այս աշխարհից։ Դրանից հետո բնականաբար շատ դժվար էր իմ համար, իմ ընտանիքի համար։ Մի երգ թողարկեցի, չգիտեմ, միգուցե լսել եք։ Ինձ բոլորը ասում էին, չես խոսում, չես ասում, չես արտահայտվում։ Այնքան չխոսացի, չարտահայտվեցի, որ օրը գա, ինչ որ ուզում էի արտահայտվի, խոսեի, անեի երգի միջոցով։ Երգի անունն է Հայրիկ։ Ու ինչ որ զգում էի, ինչ որ ուզում էի ասեի կամ չէի ասել, ասեցի երգի միջոցով։ Դուք հասցրեցիք հասնել Միացյալ Նահանգներ ու հրաժեշտ տալ հայրիկին, թե կորստյան լուրը հեռավորության վրա ստացած։ Հասցրեցի երևի մեկ ամիս հետո, 40 օր երևի։ Մի նուրբ բան ասացիք, երգի մեջ ներառել եմ այն տողերը, որոնք գուցե չէի ասել, որոնք ձեր սրտի խոսքն էին ի վերջո։ Դուք այդ ընթացքում հասցրեցիք ձեր հայրիկին գոնե որոշակի չափով ասել ձեր սրտի խոսքը, թե մնաց կիսատ։ Չեմ կարծում մնաց կիսատ, բայց այդ պահին մենակ մտածում ես իր առողջականի մասին։ Հույսով եմ չմնաց կիսատ։ Հետո պետք է ամեն դեպքում ոտքի կանգնել։ Կան կորուստներ, որոնք հաղթահարելի չեն ու ժամանակը չի բուժում, բայց միևնույն է ոտքի եք կանգնում, մեջքը շտկում եք ու առաջ եք գնում։ Ինչպես դուք կարողացաք ոտքի կանգնել։ Ոտքի կանգնելը սենց է։ Այդ խստության մասին, որ խոսում էինք, խիստ
լինելը բնականաբար պատրաստել իր երեխաներին, որ իր անունը բարձր պահի։ Կուզեք մենք ընդմիջենք հետո շարունակենք։ Չէ, հույսով եմ բարձր եմ պահում նրա անունը։ Իսկ ձեր գործունեությունից ինքը ոգևորվում էր։ Շատ։ Այնքան արտահայտվող չէր, որ այսքան տարի ես չեմ էլ իմացել, որ ինքը ունեցել է լավ ձայն, երգել է, երաժշտությունով զբաղվել։ Այսինքն ապրոստի միջոց գտնելու համար Այո, հրաժարվել։ այո։ Այնքան նոր բան եք ասում, որ ըստ էության դուք երգել եք, ձեր հայրը ոգևորվել է, վստահ եմ հպարտացել է ձեզնով, երջանկացել է ձեր հաջողություններով, բայց դուք շատ ավելի ուշ եք իմացել, որ ինքը եւս զբաղվել է երաժշտությամբ։ Այս բարձ զրույցները ինչու չէին կայանում ձեր միջև։ Խստության աստիճանը շատ էր։ Ու հետի փոքր ժամանակվանից դենց եկել էր։ Ես էլ եմ շատ փակ մարդ, ես էլ արտահայտվող չեմ։ Չգիտեմ, ուղղակի պատճառ չկա։ Չկա, անկեղծ պատճառ չկա։ Հուսով եմ, որ դեռ շատ ավելի շատ առաջ կգնաք ու կշարունակեք իրականացնել իր երազանքը։ Այս թեմայով ես չեմ ուզում ձեզ էլի հարցեր տալ, իրականում հարցեր կան, որոնք առաջացան, բայց չեմ ուզում հարցեր տալ, որպեսզի ձեր էմոցիոնալ դաշտի վրա շատ չազդենք, բայց եթե ուզում եք ամեն դեպքում ընդմիջենք, հետո շարունակենք։ Չէ, հիմա նորմալ է։ Հետ գնացինք հենց այս հետաքրքիր է, հենց այս ժամանակաշրջանն էր, հունիս ամսին։ Հարոտ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտ կարող եք Հայաստանում այցելել եւ ստոմատոլոգիա ունեն եւ կոսմետոլոգիական կենտրոն ունեն, իսկ եթե Հայաստանում այցելել չհասցնեք, Միացյալ Նահանգներում եւս գործում է իմպլանտումը եւ ձեր նվեր քարտից կարող եք օգտվել հենց Միացյալ Նահանգներում։ Շնորհակալ եմ շատ, անպայման կօգտվեմ։ Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի, օրինակ կարող է բուժել միգրենը, ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը, ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թուլացնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան կիրառվում է ամբողջ աշխարհում լայն կիրառություն ունի բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող են ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։
որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։ Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաեւ կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար եւ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետեւ բազմաթիվ ունեցել ենք բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են եւ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ, կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Մայրիկի հետ այդ պատերը կարողացաք կոտրել, թե մայրիկն էլ խիստ էր։ Չէ, մայրիկի հետ մայրիկի հետ չափազանց ամեն ինչ բաց։ Դուք հիմա Միացյալ Նահանգներում ապրում եք ձեր մայրիկի հետ։ Այո, երևի մի շաբաթ է եկել եմ, ամեն օրը մի քանի անգամ խոսում եմ, կապացությունը շատ է։ Մայրիկի խնամքը մեծ մասամբ ձեզ վրա է հիմա։ Հայիկիցս հետո մենակ է, արդեն կլինի 7 տարի։ Փառք Աստծո, առողջականը լավ է։ Տղամարդու համար որքանով է բարդ մայրիկի խնամքով զբաղվելը։ 45 տարի ինքն է խնամել ինձի եւ ես ինչքան էլ անեմ չեմ կարողանա այդքան երկար այդքան ջանք թափել եւ խնամել եւ իր երեխայի մասին մտածել այս կյանքում ծնողի համար զավակն է, զավակի համար ծնողն է։ Ես այտենց եմ ապրում իմ կյանքը։ Այդ իրականում շատ կարևոր կոնցեպտ է հարգանքը եւ շնորհակալությունը ծնողի հանդեպ, որովհետեւ մենք որքան էլ փորձենք, երևի թե մեր ծնողներին երբեք չենք կարողանա վերադարձնել այն, ինչ իրենք արել են, որովհետեւ առավելապես մայրական սերը այդ անչափելի է։ Դու ավելի լավ շարադրեցիր այդ ամեն ինչը, որ ուզում եի ասել, երբեք եթե կեսը կարողանանք վերադարձնել, ուրեմն լավ է, բայց չեմ կարծում։
Հարութ մի նոր բան ասացիք, ծնողի համար զավակն է, զավակի համար ծնողն է։ Դուք ձեր ընտանիքը չկազմեցիք, զավակներ չունեք։ Չէ։ Այս շատ է ձեզ ցավ պատճառում։ Փոքր տարիքից բնականաբար իմ ծնողների շնորհիվ ընտանիք համար առաջի կարևորությունն է, բայց եթե չի ստացվել, ուրեմն պետք չի որ այդպես լինի։ Ես այդպես եմ այդ հարցին նայում։ Աստծո կամքա։ Եթե լինելու բան է, ուրեմն կլինի, եթե չլինելու բան է, ոչ թե չեմ կարևորում այդ փաստը, որ շատ կարևոր է իմ կյանքում, բայց եթե չլինելու բան է, ուրեմն պետք չի որ լինի։ Ընտանիք ստեղծելը համար առաջի նպատակն է եղել իմ կյանքում, բայց հասել եմ մի հատ տարիքի, որ հասկանում եմ ես, որ զոռովից ոչ մի բան չի լինում։ Եթե լինում է, ուրեմն լինում է, եթե չի լինում, ուրեմն ավելի ուրիշ կարևոր բաներ կա, որ դու կարող ես դրանց մասին մտածել։ Չնայած այն էլ է շատ կարևոր, բայց չես կարող մենակ կենտրոնանալ դրա վրա։ Սիրահարված ես եղել, այդ ճանապարհը փորձել ես, որ անցնես, բայց ես պատճառներ չեմ ուզում գտնել, թե ինչի չի եղել։ Մեր նախնական զրույցում, մինչև բուն հարցազրույցը մենք զրուցեցինք, ու դուք ասացիք, որ սիրել եք։ Դե բնականաբար, բանից։ Այդտեղ ես պաուզա տվեցի, որովհետև չեմ սիրում, երբ հարցազրույցի ժամանակ կրկնվում է զրույցը, ու ասացի, որ եթե դեմ չեք, այդ մասին ձեզ կհարցնեմ արդեն էկրանների առաջ։ Ունեցել եք զգացողություն, որ այս մարդը իմ կյանքի կինն է, ես այս մարդուն ուզում եմ ունենալ իմ կյանքում մինչև փորձելուց։ Երբ որ սիրահարված ես լինում, ամեն ինչ ասում ես, ամեն ինչ զգում ես։ Թե դա ընթացքում կիրականանա, թե չէ, դա արդեն եթե մեկը ասի գիտեմ, սուտ կասի։ Թռուցիկ ոչ մի բան չկա իմ մոտ։ Շփում կլինի, ընկերություն կլինի։ Ես որ նվիրվում եմ, ուրեմն նվիրում եմ։ Դուք այդ ժամանակ քանի տարեկան եք։ 36-7։ Ինչով ավարտվեց ձեր սիրո պատմությունը։ Երկու տարբեր մարդիկ գնացել են տարբեր ճանապարհով։ Հիշում ես ժամանակ առ ժամանակ դու քո 100 տարվա ընկերոջդ էլ կարաս մանկուց ընկերություն անեք, ինչ որ մի բան լինի, որը դուք գնաք տարբեր ճանապարհներով, չի նշանակում, որ այդ մարդը դու մոռանում ես քո անցած ճանապարհը կամ դու մոռանում ես այն ժամանակներ, որ նրա հետ անցկացրել ես։ Ուղղակի փաստի առաջ ես կանգնում, որ այդ տվյալ մարդը չկա իմ կյանքում։ Փորձում ես միշտ մոռանալ, ինչքան հնարավոր է, բայց ինչպես որ ասում են, ժամանակը ամենահզոր բանն է այս կյանքում։ Հիշելով, չհիշելով, օրերը, ամիսները, տարիները անցնելով, իրականությունը անցալելով, զգալով հասկանում ես, որ ուրեմն տենց էր պետք, որ դու եւ տվյալ անձը իրար հետ ընդհանրապես կապ չունենաք։ Չեմ կարող ասեմ ով է մեղավոր, ով է անմեղ։ Ուղղակի ես այդ հարցին նայում եմ, որ այս կյանքում երկու տարբեր մարդիկ չէին կարողանա մինչև խորձերություն իրար հետ համատեղ կարողանան ապրել այս կյանքը։ Իսկ դուք ձեզ բարդ մարդ համարում եք, ձեզ հետ բարդ է։ Երևի, կարծում եմ, բարդ ասելով ես գլուխ գովալ չլինի, բայց չափից ավել պունկտուալ մարդ եմ, չափից ավել պահանջկոտ մարդ եմ ու չափից ավել սիրում եմ հարգանքը տվյալ մարդկանց դիմաց։ Այդ իմ համար ամենակարևոր կետերն են։ Դուք հիմա խոսում եք այսպես, որ
լինելու բանը լինում է, չլինելու բանը չի լինում ու եկել եք այն մտածողության, որ Աստծո կամքն է, ինչպես որ կլինի։ Բայց ամեն դեպքում դուք հիմա ձեր մեջ փայփայում եք էլի երազանքը ընտանիք ունենալու, թե ինչ որ առումով երբեմն մարդիկ ուղղակի հրաժարվում են իրենց երազանքներից կամ ցանկություններից։ Հրաժարվել երբեք չի կարող լինել։ Եթե առաջ այն մտքին էի, որ չկա ուրիշ տարբերակ 100%-անոց այտենց պետք է լինի, հիմա այդ 100%-ը դարձել է, չգիտեմ, 60%։ Այսինքն տարիքդ ինչքան մեծանում ես, այդքան համ մտածմունքները տա շատ, համ հոգսերը տա շատ, համ քո կյանքի ճանապարհը ուրիշ ձևով ես նայում, ուզած չուզած, չունես ուրիշ տարբերակ։ Եթե ես լինեի 30 տարեկան, չգիտեմ, մինչև կարող է 30, չգիտեմ, 5-6 կամ 7 կամ 8 կամ չգիտեմ, մինչև 40 տարեկան իմ մեջ այդ ամեն ինչը ավելի շատ լիներ, որ չէ, հələ էս եմ ուզում կամ այն եմ, ոչ թե մենակ անձնականի, ամեն ինչի մեջ, թեկուզ գործնականի մեջ, բայց մի հատ տեղ ես գալի, որ ասում ես, լավ, չեմ կարա միշտ ուղեղս ծանրաբեռնեմ կոնկրետ այս կետի վրա, չի լինի, անհնարին բան է։ Թեքվում ես եւ սկսում ես արդեն, եթե ունես մի կարևոր բան քո կյանքում, այդ ժամանակաշրջանում արդեն այդ մի կարևորը արդեն սկսում ես բաժանել մի քանի տարբերակների, որովհետեւ չես կարա մենակ դրա վրա կենտրոնանաս։ Հիմա ո՞րն է ձեր կյանքի ամենակարևոր կետը, որը ձեզ առաջ է մղում, մոտիվացիա է տալիս։ Ընտանիքիս կողքին լինել, զբաղվեմ իմ ամենասիրած գործով եւ շատ բան պետք չի։ Սիրես, սիրված լինես, վայելես, վայելացնես քո ընտանիքին, քո հարազատներին, քո մտերիմներին, փորձես ապրել խաղաղ ու ամենակարևորը առողջ կյանք։ Ինչքանով նաև ձեր գործունեությունը ձեզ մոտիվացիա է տալիս ապրելու ու ավելի վառ տեսնելու կյանքի գույները։ Շատ, որովհետև ժողովրդի գնահատականը ու ծափահարությունները սովորական մարդուն չես կարա բացատրես այդ զգացմունքը։ Դու մի գործ ես անում, երգում ես կամ, չգիտեմ, երաժիշտ ես կամ արվեստագետ ես, մարդը հատուկ գալիս է քեզ երկրպագելու, քեզ ծափահարելու, քեզ գնահատելու, էդի ինձ թվում է մինչև խորձերություն այդ զգացմունքը ես չեմ կարող այդ զգացմունքի պատասխանը տամ։ Էդի չգիտեմ այդ ինչ արի։ Դուք հիմա խոսում եք ու նույնիսկ ձեր հանդիսատեսի մասին խոսելիս հուզվեցիք, ես մաղթում եմ, որպեսզի օրեր անց, երբ ձեր մենահամերգի շրջանակում բեմ կբարձրանաք, նորից գաք այդ զգացողությունները, որոնք տարիներ առաջ ապրել եք ու մտածել եք երկրորդ անգամ սա ապրելու հնարավորություն կունենամ, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։